Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ հետընթաց Մերկուրիի մասին, որը հետընթաց կդառնա փետրվարի 26-ից մինչև մարտի 20 ընկած ժամանակահատվածում։ Հետընթաց Մերկուրին գտնվելու է ձուկ նշանում, շարժվելով 22 աստիճանից մինչև հետ 8 աստիճան։ Այս ժամանակահատվածում, սիրելի ընկերներ, գոյություն ունեն Մերկուրիի չի կարելիներ, թե ինչ չի կարելի անել այս ժամանակահատվածում։ Օրինակ, գնել ցանկացած տեխնիկա, թանկարժեք իրեր, հեռախոս, համակարգիչ, մեքենա, քանի որ հետագայում կարող ենք դրանք կորցնել կամ անսարքություններ կարող են առաջանալ գնված տեխնիկայի հետ, կամ էլ հասկանանք, որ բավականին թանկ են գնել, կամ փոշմանենք, ինչ որ գնել ենք։ Հետընթաց Մերկուրիի ժամանակ ցանկալի չէ պայմանագրեր կնքել, պայմանագրեր ստորագրել, գործարքներ կնքել, քանի որ մեծ է հավանականությունը, որ ուշադիր չենք լինի և կարևոր գործոններին ուշադրություն չենք տա, կամ պայմանագրի կարևոր կետերին մակերեսորեն կնայենք, և երբ արդեն Մերկուրին դառնա ուղընթաց, նոր կգիտակցենք մեր սխալը, և բնականաբար գուցե դժվարություններ առաջանան դրանք ուղղելու մեջ։ Եթե այս ժամանակահատվածում, սիրելի ընկերներ, ընդունվեք աշխատանքի, ապա երկար ժամանակ չեք մնա այդ աշխատանքին և հաջորդ հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածներից մեկում դուրս կգաք այդ աշխատանքից։ Կամ գուցե ընդունվեք աշխատանքի, ձեզ լավ պայմաններ խոստանան, մեծ աշխատավարձ խոստանան, բայց իրականում այդպես չլինի։ Ուշադիր եղեք հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում, քանի որ ինքներդ լինելու եք անուշադիր, ցրված, հավանականություն կա, որ կորցնեք ձեր իրերը, ինչ-որ տեղ մոռանաք, փաստաթղթերի հետ եղեք զգույշ, բայց հնարավոր է նաև այս ժամանակահատվածում, եթե նախկինում ինչ-որ փաստաթղթեր էին կորել, ինչ-որ բան էիք ման գալիս չեք կարողանում գտնել, այս ժամանակահատվածում հավանականություն կա, որ կարող եք դրանք գտնել։ Հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում գուցե հանդիպեք ձեր վաղեմի բարեկամին, ծանոթին, հարևանին, ընկերոջը, նրանց մասին ինչ-որ նորություն իմանաք, նրանք ձեզ զանգեն, դուք նրանց հիշեք, նրանց զանգեք։ Հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում ցանկալի չէ գնալ նոր դասընթացների, քանի որ դժվարությամբ կկենտրոնանաք և մատուցված նյութը դժվարությամբ կյուրացնեք։ Լավ կլինի ուղղակի կրկնեք այն ամենը, ինչ դուք գիտեիք մինչև այս։ Ցանկալի չէ որևէ նոր բան պլանավորել, քանի որ փոփոխությունների դա կենթարկվի և ինչ-որ բան ձեր պլանավորածով չի գնա։ Ցանկալի չէ նաև այս ժամանակահատվածում հարսանիքի հետ կապված ինչ-որ գործողություններ կատարեք, կամ քանի որ հնարավոր է ձեր հարսանիքի օրը փոփոխվի, կամ ինչ-որ դետալներ կապված հարսանիքի հետ փոփոխության ենթարկվեն։ Օրինակ, որոշեք փոխել ձեր հարսիշ օրը, կամ սրահը փոխել հարսանյաց, նմանատիպ ինչ-որ իրավիճակներ կարող են լինել։ Հնարավոր է նաև այս ժամանակահատվածում առաջ գան նախկին խնդիրները, կամ ինչ-որ նախկինում արված գործարքներ վերանայելու կարիք ունենա։ Գուցե ինչ-որ վայրում եք աշխատում, որտեղ ինչ-որ գործողություններ եք, ծառայություններ եք մատուցում, շատ հնարավոր է, որ ձեր նախկին հաճախորդները վերադառնան, կամ ինչ-որ բան գործողություն կատարեք, ինչ-որ ծառայություն մատուցեք և ձեզ պատվիրատուին դուր չգա և ստիպված լինեք ևս մեկ անգամ այն կատարել։ Առհասարակ հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում ցանկալի է մեկնել այն երկրները, այն վայրերը, որտեղ արդեն նախկինում եղել եք։ Նոր վայրեր մեկնել ցանկալի չէ։ Զգույշ եղեք, որ եթե պետք է ինքնաթիռով ինչ-որ տեղ գնաք, հնարավոր է ինքնաթիռի ռեյսը հետաձգվի, կամ ուշանաք ինքնաթիռից, անձնագիրը մոռանաք, վերջին պահին ինչ-որ հասկանաք, որ օրինակ անձնագրի վիզան ավարտվել է, կամ փաստաթղթեր ինչ-որ մոռացել եք տանը, ճամպրուկը հնարավոր է կորի այդ ժամանակահատվածում, այնպես որ շատ զգույշ եղեք, կամ գուցե ինչ-որ պատվերներ կատարեք և այդ պատվերները ուշանան, կամ երբ ձեզ հասնի հասկանաք, որ այլևս չեք ուզում այդ պատվերը, կամ ինչ-որ անսարքություններ, վրիպակներ լինեն այդ պատվերի մեջ, այնպես որ ստիպված կլինի ևս մեկ անգամ այդ գործողությունը կատարելու։ Հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում ցանկալի չէ պլանային էսթետիկ միջամտություններ կատարել, պլաստիկ միջամտությունների համար հատկապես, սիրելի ընկերներ, քանի որ ամենայն հավանականությամբ արդյունքից գոհ չեք մնա և հետագայում կարիք կառաջանա ևս մեկ անգամ դիմելու նման միջամտության։
Իսկ եթե արդեն նախկինում արել եք որևէ միջամտություն, ձեզ դուր չի եկել, ապա եւս մեկ անգամ կատարելու համար բարենպաստ ժամանակահատված է։ Իհարկե, այլ գործոններին եւս պետք է ուշադրություն դարձնել պայմանավորված անհատական ծննդյան քարտեզով։ Վարկ վերցնելու համար եւս լավ ժամանակահատված չէ։ Այժմ նշեմ, թե ինչն է լավ կատարելու հետընթաց Մերկուրիի ժամանակ։ Լավ է սկսած գործեր ավարտին հասցնել, անցյալի սխալներն ուղղել, ազատվել հին իրերից, ճիշտ բառեր օգտագործել, քանի որ հնարավոր է անփույթ ինչ-որ բառ օգտագործեք եւ դրանով նեղացնեք ձեր դիմացինին։ Ցանկացած նյութ, ինֆորմացիա, փաստաթուղթ, որ պետք է ստանաք, անպայման մանրամասն զննեք, ուսումնասիրեք եւ միանգամից մի հավատացեք այն նյութին, այն ինֆորմացիային, որը դուք կստանաք։ Հնարավոր է կորեն ինչ-որ ֆայլեր, նկարներ ձեր համակարգչից կամ հեռախոսից, այնպես որ նախօրոք դրանց կրկնօրինակը պահեք, նման դեպքեր շատ են լինում։ Հնարավոր է սկսեն անսարքություններ առաջանալ տեխնիկայի հետ, հեռախոսի հետ, կենցաղային տեխնիկայի հետ։ Նման իրավիճակներ եւս կարող է լինել։ Հնարավոր է փչանա հեռախոսը, կենցաղային տեխնիկան, եթե անգամ նման դեպքեր լինի, վերանորոգելու համար լավ ժամանակահատված է հետընթաց Մերկուրին, բայց նորը գնելու համար ցանկալի չէ։ Եթե ինչ-որ պայմանավորվածություն ունեք, ապա անպայման ժամանակից շուտ դուրս եկեք տանից, քանի որ հնարավոր է խցանում լինի ճանապարհին, ինչ-ինչ պատճառներով ուշանաք։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված հետընթաց Մերկուրի չի կարելիների հետ։ Այժմ անցնեմ հերթականությամբ ներկայացնեմ հորոսկոպի բոլոր նշանների համար ինչ փոփոխություններ կբերի հետընթաց Մերկուրին եւ բոլորից շատ ովքեր կզգան այդ փոփոխությունները։ Մինչ սկսելը հիշեցնեմ, որ պետք է հորոսկոպը նայեք եւ արևի նշանով եւ ասցենդենտի նշանով։ Եթե գիտեք ձեր լուսնի նշանը, ապա լուսնի նշանով եւս կարող եք նայել։ Եթե մինչև հիմա չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, ապա կարող եք մեկնաբանություններում գրել նշելով ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը եւ ծննդյան ճշգրիտ ժամը։ Սիրով ձեզ կպատասխանեմ, կամ այդ ամենը կարող եք գրել ինձ իմ Instagram-յան էջին։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ձկներ, ձեզնից սկսեմ, քանի որ հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր առաջին տանը։ Երբ հետընթաց Մերկուրին գտնվում է առաջին տանը, շատերը վերադառնում են այն մարդկանց մոտ, ում հետ նախկինում ինչ-որ բանակցություններ են ունեցել, շփում են ունեցել, գուցե ընկերություն են ունեցել։ Հնարավոր է հանդիպեք ձեր նախկին ընկերոջը, գործընկերոջը, ամուսնուն։ Եթե պետք է ինչ-որ գործարքներ կնքվեն, սիրելի ընկերներ, ապա հնարավոր է, որ դրանք փոփոխության ենթարկվեն, օրը փոփոխվի կամ ինչ-որ փաստաթուղթ չհերիքի, անհրաժեշտություն լինի ձգելու ժամանակ։ Ինչպես նաև եթե պետք է հարսանիք անեք այս ժամանակահատվածում, հնարավոր է ինչ-որ դետալներ հարսանիքի հետ կապված փոխվեն կամ հարսանիքի օրը փոփոխության ենթարկվի։ Հիանալի ժամանակահատված է վերադառնալու ձեր նախկին ոճին, տեսքին, քաշին։ Անպայման օգտվեք այս ժամանակահատվածից։ Այժմ նշեմ, թե ովքեր բոլորից շատ կզգան այս փոփոխությունները, ովքեր ասցենդենտով ձուկ են եւ ասցենդենտը գտնվում է 8-ից 22 աստիճանում, եւ բոլոր նրանք կզգան այս փոփոխությունները, ովքեր ծնվել են մարտի 1-ից մինչև մարտի 14-ը ընկած ժամանակահատվածում։ Սիրելի խոյեր, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 12-րդ տանը։ Այս ժամանակահատվածը շատ լավ է, որպեսզի ազատվեք ձեզ խանգարող հանգամանքներից, հին հագուստից, ազատվեք վատ սովորություններից, գուցե խմել, ծխել եւ այլն։ Շատերը կփնտրեն արխիվային ինչ-որ փաստաթղթեր, լուսանկարներ, կարծես անցած գնացած թեմաներ նորից կփորձեք բարձրաձայնել, քննարկել։ Հնարավոր է հանդիպեք ձեր մանկության ընկերոջը կամ գնաք ձեր ծննդավայր։ Հաջորդ նշանը ցուլն է, սիրելի ցուլեր, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 11-րդ տանը։ Հնարավոր է առաջանան խնդիրներ կապված ինտերնետի, համակարգչի, հեռախոսի, կապերի հետ։ Օրինակ համակարգչից գուցե ինչ-որ փաստաթղթեր, նկարներ անհետանան կամ օրինակ ձեր հեռախոսը տակ երեխային միամիտ երեխան ջնջի այդ նկարները։ Այնպես որ զգուշ եղեք, հնարավոր է նաև անսարքություններ առաջանան տեխնիկայի հետ։ Էլեկտրականության հետ խնդիրներ կարող են առաջանալ, եթե օնլայն բիզնես ունեք, ապա ինչ-որ փոփոխություններ կմտնեն այդ բիզնես։ Գուցե գրանցվել եք օրինակ ինչ-որ խմբակի կամ ձեր երեխային եք գրանցել որևէ խմբակի, բայց ինչ-ինչ պատճառներով չգնաք այդ խմբակին կամ օրը փոփոխության ենթարկվի։ Նախկին ընկերներին կարող է հանդիպեք կամ զանգ, նամակ ստանաք ձեր ընկերներից, գոլեգաներից, շրջապատից, գաղափարակիցներից։
Հաջորդ նշանը երկվորյակն է, սիրելի երկվորյակներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 10-րդ տանը։ Եվ հիանալի ժամանակահատված է, որպեսզի վերադառնաք հանգստից աշխատանքի կամ եթե դեկրետում եք գտնվում, վերադառնաք արդեն աշխատանքի։ Փոփոխություններ կարող են լինել աշխատավայրում, գուցե փոխվի ղեկավարը, հնարավոր է նաև օրինակ նոր փաստաթուղթ ձեզ ստորագրելու, նոր աշխատանքային պայմանագիր ստորագրելու, նոր գոլեգա կարող է ունենաք, եթե պետք է ունենայիք պաշտոնի բարձրացում, ինչ-ինչ պատճառներով դա կարող է հետաձգվել, անգամ չեղարկվել։ Եթե հարսանիք պետք է անեք, հարսանիքի օրը գուցե փոփոխության ենթարկվի, ղեկավարության հետ կամ ղեկավար պետական մարմինների հետ հնարավոր է հանդիպում ունենաք կամ այդ հանդիպումը ուշանա չեղարկվի։ Սիրելի երկվորյակներ, հիմա նշեմ, թե բոլորից շատ ովքեր կզգան այս հետընթաց Մերկուրիի փոփոխությունները մի փոքր ավելի լարված, տեսանկյունից։ Բոլոր այն երկվորյակները, ովքեր ասցենդենտով են երկվորյակ, ասցենդենտը գտնվում է երկվորյակի 8-ից 22 աստիճանում։ Կամ բոլոր նրանք կզգան այս փոփոխությունները, ովքեր ծնվել են հունիսի 1-ից հունիսի 14 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա սիրելի ընկերներ, հետընթաց Մերկուրին բոլորից շատ ձեզ վրա կազդի։ Հաջորդ նշանը խեցգետինն է, սիրելի խեցգետիններ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 9-րդ տանը։ Եվ ձեզ բերելու է հիանալի ժամանակահատված վերականգնելու ուսումը, գուցե ունեիք քննություններ հանձնելու, դրա համար եւս բարենպաստ ժամանակահատված է, քննությունները վերահանձնելու համար է լավ։ Եթե ցանկանում եք վիզա ստանալ եւ ինչ-ինչ պատճառներով նախկինում ձեզ չէին տվել այդ վիզան, ապա հիանալի ժամանակահատված է եւս մեկ անգամ դիմելու։ Լավ է հին անձնագիրը փոխելու նորով, գուցե հետաձգվեն բանակցությունները արտասահմանյան ընկերների հետ։ Լավ ժամանակահատված է ինչ-որ դատական գործողություններ վերսկսելու համար։ Եթե ցանկանում եք մեկնել արտերկիր, ապա այս ժամանակահատվածում հնարավոր է ձեր թռիչքը ուշանա, հետաձգվի, ինչ-ինչ իրավիճակներ կարող են ստեղծվել ձեզ համար։ Իհարկե, եթե դուք ամեն ինչ լավ հստակ անեք, այսպես գրաֆիկով անեք, ձեզ մոտ նման հարցեր չի առաջանա։ Հետընթաց Մերկուրի ժամանակահատվածում լավ կլինի վերադառնաք այն վայրերը, որտեղ արդեն նախկինում եղել եք։ Այնուհետև առյուծներ, սիրելի առյուծներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 8-րդ տանը։ Այս ժամանակահատվածում զգուշ եղեք, հնարավոր է հարկային ստուգում լինի աշխատանքի վայրում, գուցե հետաձգվի վարկի վճարների ստացումը, թվա թե ամեն ինչ ստացվում է, բայց վերջին վայրկյանին պարզվի, որ ինչ-որ փաստաթուղթ չի հերիքում, ինչ-որ մի բան այնպես չի գնացել եւ երկարաձգվի այդ իրավիճակը։ Ձեր զուգընկերոջ ֆինանսական դաշտում ինչ-որ փոփոխություններ կարող են լինել, գուցե նրա ֆինանսները ուշանա, աշխատավարձը ուշացնեն։ Նրանք, ովքեր պարտքեր ունեն, ապա պարտքատերերը կհիշացնեն ձեզ այդ պարտքերի մասին։ Եթե ինչ-որ ժառանգության հետ կապված ձևակերպումներ ունեք կատարելու, դա եւս կարող է հետաձգվել կամ փոփոխության ենթարկվել։ Եթե ունեք վարկ վերցրած, ապա ցանկանում եք վերաֆինանսավորում իրականացնել, ապա դրա համար բարենպաստ ժամանակահատված է։ Բոլոր նրանք, ովքեր նախկինում փորձել էին էկոտարբերակով երեխա ունենալ, չէր ստացվել, ապա հիանալի ժամանակահատված է եւս մեկ անգամ փորձելու համար։ Հաջորդ նշանը կույսն է։ Սիրելի կույսեր, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 7-րդ տանը եւ անմիջապես ձեզ համար լուրջ փոփոխություններ է բերելու, ամենից շատ դուք եւս կզգաք այդ փոփոխությունները։ Բոլոր այն կույսերը կզգան այդ հիմա որ նշեմ, այդ փոփոխությունները, ովքեր ասցենդենտով կույս են, ասցենդենտը գտնվում է 8-ից 22 աստիճանում եւ ովքեր ծնվել են սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 14 ընկած ժամանակահատվածում։ Այս ժամանակահատվածում սիրելի կույսեր ձեր նախկին հաճախորդները կվերադառնան, գուցե ինչ-որ գործարքներ վերանայեք կամ հարաբերությունների մեջ եք դրանք փորձեք վերանայել, ինչ-որ փոփոխության ենթարկվել, ցանկալի չէ այս ժամանակահատվածում ինչ-որ փաստաթուղթ գործարք ստորագրել կամ գնալ ԶԱԳՍ։ Հնարավոր է նաև չեղարկվեն այս ժամանակահատվածում գործարքները եւ իհարկե ծննդյան քարտեզով պայմանավորված ոմանց մոտ կլինի նաև բաժանություն, ամուսնալուծության ինչ-որ հարցեր կարող են լինել, փաստաթղթեր կապված այդ ամենի հետ։ Հաջորդ նշանը կշեռքն է, սիրելի կշեռքներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 6-րդ տանը։ Իսկ դա ասում է, որ ոմանք վերադառնան իրենց նախկին աշխատանքին, գուցե նախկին աշխատավայրից ձեզ զանգահարեն եւ կանչեն հետ աշխատանքի, գուցե գնաք գործուղման, որտեղ արդեն եղել եք նախկինում։
Եթե ինչ-որ ժամանակին պրոյեկտներ եք կատարել, ինչ-որ աշխատանք եք կատարել, կարծում եմ, որ շատերի մոտ կառաջանա հարցեր և պետք կլինի, անհրաժեշտ կլինի վերանայելու այդ ամենը։ Ոմանք փնտրեն մասնագետի, օրինակ իրենց կենցաղում առաջացած խնդիրները շտկելու համար, օրինակ գուցե տան ինչ-որ տեխնիկա վատ աշխատի և դիմեք մասնագետի, որպեսզի շտկի այդ անսարքությունները։ Շատ լավ ժամանակահատված է սիրելի կշեռքներ, որպեսզի հետևեք ձեր սննդակարգին, անցնեք նոր ավելի չափավոր, բալանսավորված սննդակարգի։ Եթե ընտանի կենդանիներ ունեք, ապա ընտանի կենդանիների հետ կապված ևս կարող են առաջանալ խնդիրներ։ Սիրելի ընկերներ, այստեղ զգուշ եղեք, հնարավոր է նախկին առողջական խնդիրները գլուխ բարձրացնեն։ Եթե նման ինչ-որ իրավիճակներ լինի, ականջի հետև մի գցեք, անպայման դիմեք բժշկի։ Հաջորդ նշանը կարիճն է, սիրելի կարիճներ, հետընթաց Մերկուրին այս ժամանակահատվածում գտնվելու է ձեր 5-րդ տանը։ Եվ այս ժամանակահատվածում ինչ-որ գործեր կվերանայեք կապված ձեր երեխաների հետ։ Եթե ունեք նախկին սիրելի, ում հետ կցանկանաք հարաբերությունները վերականգնել, ապա հիանալի ժամանակահատված է դրա համար։ Ոմանք կմեկնեն հանգստի, լավ ժամանակ կանցկացնեն, կգնան ռեստորան, հանգստի ինչ-որ վայրեր, գուցե շատերը սկսեն զբաղվել նախկինում իրենց սիրելի զբաղմունքով, նոր հոբի, կարծես կսկսվի ձեզ մոտ։ Եթե պետք է մասնակցեք ինչ-որ համերգի, միջոցառման, ցուցահանդեսի, ապա ինչ-ինչ պատճառներով դրանք կարող են հետաձգվել։ Հաջորդ նշանը աղեղնավորն է, սիրելի աղեղնավորներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 4-րդ տանը և ձեր վրա ևս մի փոքր ավելի լարված ազդեցություն է ունենալու։ Բոլոր այն աղեղնավորները կզգան այս փոփոխությունները կապված հետընթաց Մերկուրիի հետ, ովքեր ասցենդենտով են աղեղնավոր և ասցենդենտը գտնվում է աղեղնավոր նշանի 8-ից 22 աստիճանում, կամ բոլոր նրանք կզգան, ովքեր ծնվել են դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում։ Բոլորից շատ սիրելի ընկերներ, հետընթաց Մերկուրիի փոփոխությունները դուք եք զգալու։ Քանի որ 4-րդ տանն է հետընթաց Մերկուրին, այստեղ կարծում եմ, որ ինչ-ինչ պատճառներով ձեզ մոտ չի ստացվի գնալ հանդիպել ծնողներին։ Ինչ-ինչ պատճառներով չի ստացվի ձեր բնակարանը, տունը, անշարժ գույքը առհասարակ վարձով տալ կամ վարձով վերցնել։ Հնարավոր է նաև արք ու վաճառքի հարցեր առաջանա, որն ինչ-ինչ պատճառով չլինի, գուցե որոշեք ինչ-որ անշարժ գույք ձեռք բերել, բայց վերջին վայրկյանին ինչ-որ փաստաթղթեր չհերիք են, կամ փոշմանեք։ Առհասարակ ցանկալի չէ կարևոր նման որոշումներ կայացնել, լավ կլինի ուսումնասիրեք շուկան, ամեն ինչ լավ զննեք, այնուհետև որոշեք։ Քանի որ օրինակ հնարավոր է անշարժ գույք ձեռք բերեք, հետո հենց այս ժամանակահատվածը անցնի, գտնեք ավելի լավ տարբերակը կամ ավելի մատչելի տարբերակը եւ բնականաբար հնարավոր է փոշմանեք։ Կենցաղի հետ կապված սարքավորումներ գնել ցանկալի չէ, տանը փոփոխություններ մտցնել կարող եք։ Հաջորդ նշանը այծեղջյուրն է, սիրելի այծեղջյուրներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 3-րդ տանը։ Հնարավոր է ինչ-որ փաստաթղթեր ուշանան, ուսման հետ կապված ինչ-որ խնդիրներ կարող են առաջանալ, եթե այս ժամանակահատվածում քննություններ պետք է տաք, հնարավոր է չստացվի առաջին անգամից հանձնել այդ քննությունները։ Զգուշ եղեք, որ չկորցնեք ձեր փաստաթղթերը, իրերը, հեռախոսը, քանի որ լինում ենք այս ժամանակահատվածում ցրված, գուցե մոռանանք նման ինչ-որ հարցեր, բանկային քարտը գուցե կորցնեք, նման հարցեր։ Լավ ժամանակահատված է վերականգնելու հարաբերությունները քույր եղբայրների, հարևանների, բարեկամների հետ։ Եվ ջրհոսներ, սիրելի ջրհոսներ, հետընթաց Մերկուրին գտնվելու է ձեր 2-րդ տան այս ժամանակահատվածում։ Եվ փոփոխությունները կապված են լինելու ձեր ֆինանսական դաշտի հետ։ Գուցե այս ժամանակահատվածում ով ձեզ օգնում էր ֆինանսապես, ինչ-ինչ պատճառներով չօգնի, չստացվի։ Եթե պետք է օրինակ գումար ստանայիք, ինչ-ինչ պատճառներով չստանաք այդ գումարը, աշխատավարձը կարող է ուշացնեն, առհասարակ թանկարժեք իրեր գնել ցանկալի չէ։ Եթե պետք է օգտագործած ինչ-որ իր գնեք, դրա համար լավ ժամանակահատված է, բայց նոր իրեր գնել ցանկալի չէ, հատկապես եթե դրանք վերաբերում են ինչ-որ գեղեցկության իրերի, թանկարժեք իրերի, գուցե ոսկի եւ այլն։ Թանկարժեք իրեր ցանկալի չէ գնել։ Այս ժամանակահատվածում ոմանք այցելեն ատամնաբույժի, իհարկե այստեղ եթե պետք է ինչ-որ շտկումներ կատարվեն, օրինակ պլոմբ պետք է դնել եւ այլն, կարելի է անել, բայց նոր գործեր սկսել ցանկալի չէ, օրինակ իմպլանտ դնել եւ այլն։ Նման գործեր թողնում ենք հետընթաց Մերկուրիի ավարտից հետո։ Այսքանը, սիրելի ընկերներ, կապված հետընթաց Մերկուրիի հետ։
Հիշեցնեմ, որ ես կատարում եմ նաև on-line կանխատեսումներ, թե տարո քարտերով, թե հորոսկոպ, ծննդյան քարտեզի վերլուծություն։ Եթե ձեզ հետաքրքրում է, կարող եք ինձ գրել անձնական նամակով Instagram-յան էջում։ Այսքանը, սիրելի ընկերներ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։